Բարի երեկո, առաջին ալիքի եթերում Հայդուրի հիմնական թողարկումն է, օրվա թեմաների մասին նախ համարոտ։ Կենսաթոշակների աղմկահարույց դրամայի նոր էջը, անսիրտ և անբարոյական թալանի հետքերով հարուցվել է քրեական գործ յուրացման, պաշտոնական լիազացությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու փաստերի առթիվ։ Նախկին նախագահն ու նրա ընտանիքի անդամները պատրաստ են հրաժարվել իրենց ողջ ունեցվածքից և ֆինանսական միջոցներից, փոխանցելով այն պետական բյուջե։ Եգիպտոսում սպասում են պաշտոնաթող նախագահ Հոսնի Մուբարաքի ուղերձին։ Շուրջ 1200, որից 860-ը Երևանում փախստական, ընտանիքների բնակարանային հիմնախնդիրները դեռևս մնում են չլուծված։ Պետությունը հաշվարկել է 45 միլիոն դոլար է անհրաժեշտ փախստականներին բնակարանով ապահովելու համար։ Երևանյան համաժողովին մասնակցում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը։ Տարեկան 600 մարդ Հայաստանից մեկնում է արտասահման քաղցկեղի բուժման նպատակով։ Այդ մարդիկ հնարավորություն կստանան Հայաստանում նույն որակով բուժումը ստանալ։ Շուտով Երևանում կսկսի գործել տարածաշրջանում միակ կենտրոնը, որտեղ ճշգրիտ կախտորոշվի և բուժօգնություն կտրամադրվի քաղցկեղի դեմ։ Եթե սկսեմ ձեզ հարցնելիս ոնց է պետք երեխային պատատել, ոնց է պետք պամպերս օգտվել, ինչքան դուք չեք պատասխանել այդ հարցին։ Չնայած դուք բոլոր խելոք աղջիկ եք։ Որքանով են հայ աղջիկները պատրաստ մայրության կամ հղիության, որպեսզի բժիշկները հարցեր չտան, դիմեք նրանց ինքներդ և ոչ թե լսեք տատմերներին։ Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը լավագույնն ու ամենաամուրն է Հարավային Կովկասում։ Ռուսները ուղղակի ապշած էին մեր մասնակիցները պատրաստելով այս 300-ների վրա, տիրապետում են նույնիսկ այս 300-ի մոդելներին, որոնք իրանք նոր են պատրաստվում, ընդունել սպառազինություն եւ մենք չունենք, իրենք էլ դեռ նոր են ուզում վերցնել։ Մեր երկիրը նշում է հակաօդային պաշտպանության զորքերի կազմավորման 19-րդ տարեդարձը։ 340 Երևան-Թբիլիսիի գնացքի առաջին նախարարի գնաց տոմսը կպահպանվի թանգարանում։ Հարավկովկասյան երկաթուղին այսօրվանից ներդրել է տոմսերի վաճառքի ավտոմատացված Օրիոն համակարգը, իսկ նախորդ տարիներին արձանագրված տոմսերի կրկնակի վաճառքների և հերթերի հնարած ավանդույթը կմնա անցյալում։ Նոր զարգացում աղմկահարույց կենսաթոշակային գործով, որն արդեն հասցրել է ստանալ դարի կողոպուտ և անբարոյական թալանանունները։ Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, այն հարուցվել է ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի հիման վրա, յուրացման, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու փաստերի առթիվ։ Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրել է սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ստուգման արդյունքները, պարզել, որ այդ ծառայության պաշտոնատար անձինք հանձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ են արել։ Կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ ժամկետած լիազորագրերի հիման վրա կրկնակի թոշակներ նշանակել և ավել հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010 թվականների ընթացքում պետբյուջեից դուրս գրել և վճարել առանձնապես խոշոր չափերի գումար։ Պետությանը պատճառված իրական վնասի չափը կճշգրտվի քննության ընթացքում միայն։ Հիշեցնեմ, վերահսկիչ պալատի մասնակի ուսումնասիրությունների առաջին իսկ արդյունքները իսկական տեղեկատվական պայթյուն առաջացրեցին երկրում։ Վերահսկիչ պալատի ղեկավարը հայտարարեց, որ նախագահ Սարգսյանի հասարարությամբ ստուգումները կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին, կստուգվեն տարածքային բոլոր կառույցները և կտրվի իրավական գնահատական։ Կենսաթոշակային սկանդալի հետքերով կրկնակի ստուգում իրականացվեն ֆինանսների նախարարության կողմից։ Իսկ կենսաթոշակի բաշխումը Հայ փոստին հանձնելուց հետո միայն այս տարվա առաջին 3 ամսում բյուջեն տնտեսել է 3,3 միլիարդ դրամ։ Աղմկահարույց չարաշահումների մասին որևէ բացատրություն լսել սոցիալական ապահովության հիմնադրամի արդեն աշխատանքից հեռացված նախկին ղեկավարից հնարավոր չէ։ Վազգեն Խաչիկյանը Գերմանիայում է բժշկական հետազոտությունների նպատակով։ Դոնոր կազմակերպությունների միջազգային համաժողովի մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշը հյուրընկալվել է նախագահ Սերժ Սարգսյանին։ Նախագահը բարձր է գնահատել գերագույն հանձնակատարի գրասենյակի դերը Հայաստանում փախստականների